նախագահներ, հարգելի պատգամավորներ, թույլ տվեք ներկայացնել ներքին գործերի նախարարության 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված միջոցները 2026 թվականի համար նախատեսել ենք 102 միլիարդ 644 միլիոն դրամ, որը նախորդ տարվա, այսինքն 2025 թվականի բյուջեի հաստատված բյուջեից պակաս է 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ Այստեղ նվազեցումները հիմնականում տեղի ունեցել երկու ծրագրերի մասով, ներքին գործերի կրթական ծառայություններ և ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումների մոնիտորինգ և վերահսկողություն ծրագրերով, հիմնական միջոցները ծախսվում են երկրորդ նշված ծրագրով, այստեղ ծրագրի միջոցառումների մեջ են տարբեր նվազեցումներ և ավելացումներ, կարծում եմ, որ նախարարը այդ հարցերը կհասցեագրի։ Մնացած մասով ես այս պահին չեմ ներկայացնի, որովհետև ժամը 12-ին փակ նիստ է լինելու և փակ նիստի զեկույցը առանձին կներկայացնենք։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, եթե ֆինանսական մասերով հարցեր կան, հարգելի պատգամավորներ, խնդրեմ, պարոն Մանուկյան։ Պարոն Հովհաննիսյան, փաստորեն ներքին գործերի նախարարության հատկացումները մոտ 2.5 միլիարդով պակասում։ Գիտեք ինչի եմ հարցնում, որովհետև մոտ 2 ամիս առաջ ձեր կողմից, հետո Նիկոլ Փաշինյանի կողմից պոմպեզ ազդարարում եղավ, որ պաշտպանության նախարարության բյուջեն 2025-ին կրճատվելու է, բայց որևէ բառ օրինակ չհնչեց ներքին գործերի նախարարությունում էլ կրճատում լինելու։ Ինչի հետ էր պայմանված այդ, այսպես ասեմ, Ադրբեջանին դուր գալու այդ ամեն ինչի մեջ, վայ տեսեք, պաշտպանական ծախսերը կրճատում ենք, իսկ ոստիկանության մասին ընդհանրապես լուռ մնացիք։ Այսինքն, եթե կրճատումների մասին եք խոսում ոլորտային, կարելի էր օրինակ ներքին գործերին էլ հիշատակել, բայց չէր այնց հատուկ օրինակ, հետո փակ նիստում կանդրադառնանք բարձր տեխնոլոգիաների նաև նախարարության հատկացումներին, բայց պաշտպանության նախարարության բյուջեին այնց հատուկ ջրաջանությամբ ներկայացվեց, որ տեսեք կրճատումը ի տարբերություն հարևան երկրի, որտեղ պաշտպանական ծախսերը ավելացել են։ Պարոն Մանուկյան, ես վստահ եմ, որ դուք երբ որ որևէ նորություն լսում եք, կոնտեքստից կտրված չեք լսում և այն կոնտեքստը, որում ես խոսել եմ այն մասին, որ պաշտպանության նախարարության ծախսերը կրճատվում էր, վերաբերվում էր միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից օգոստոսի 8-ից հետո հնչած կամ հայտարարած ձևակերպումներին և ես մեկնաբանություն էի տալիս միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից արված հայտարարությունները այն մասին, որ իրենք համարում էին, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ առումով Վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության ֆիսկալ կայունության վրա և մասնավորապես հաշվի առնելով այն, որ խաղաղության պայմաններում Հայաստանը ստիպված չի լինելու մեծ գումարներ ուղղել պաշտպանության ոլորտին։ Եվ ես իմ արձագանքը դրան նա էր, որ 2026 թվականին արդեն իսկ որոշ նվազումներ են նախատեսվում այդ ուղղությամբ մեր ծախսերում, այսինքն մեկնաբանությունը դրան էր վերաբերվում, ես չէի պատրաստվում որևէ բան ազդարարեի, ես ընդամենը մեկնաբանում էի միջազգային ռեյտինգային ընկերության կողմից արված հայտարարությունը և դա բյուջեի պլանավորման հետ այդ պահին դեռ կապ չուներ, որովհետև ես խոսում էի այն մասին,
ինչի մասին հայտարարել էինք դեռևս հունիս ամսվա սկզբին միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելուց, երբ որ հաստատվել էին մարմինների չափաբաժինները։ Այսքանը։ Իսկ ինչ վերաբերվում է առանձին գերատեսչությունների ծախսերի նվազմանը եւ ավելացմանը, ապա այդ բոլոր ծախսերը եւ ծախսերի նվազումները եւ ավելացումները պարզ են դառնում, երբ որ մենք մանրակրկիտ անդրադառնում ենք ծախսակազմումներին, այն ռեֆորմներին, որը տեղի ունենում տարբեր ոլորտներում, ինչպես գիտեք, ներքին գործերի նախարարությունում վերակազմավորումներ են տեղի ունեցել եւ տեղի ունենալու մյուս տարի եւ դրանով պայմանավորված է այն փոփոխությունները, որոնք արտացոլված են նաեւ բյուջեում, դա կապված է գվարդիայի ստեղծման, տարբեր սորաբաժանումների լուծարման գործընթացների հետ, որի բնականաբար, ինչպես ասեցի, նախարարը վստահ եմ մանրամասն ձևով կներկայացնի։ Պարոն Հովհաննիսյան, պարսիկները մի խոսք ունեն, ասում են հալվա ասելով բերանը չի քաղցրանում։ Ինչքան է օգոստոսի 8 ասենք, բայց օրինակ շաբաթ օրը եղել եմ Գորիսի տարածաշրջանում, նույն առաջնագիծն է, նույն մարտական հերթապահությունը, դեռ ավելին միշտ կահավորման անհրաժեշտություն ունեցող։ Այսինքն այնպես չի, որ օգոստոսի 8-ից հետո այդ դիրքերը չկան եւ միջազգային կազմակերպությունը չգիտեմ ինչ են աշխատում, բայց իրականությունը այլ է, անցնում է ջերմուկով տեսնում ես օկուպացված տարածքներ, նույնը Տավուշ եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ մի հատ ուրիշ հանգամանք էլ կա, իհարկե ԱԱՑ-ի ժամանակ ավելի մանրամասն կանդրադառնանք, օրինակ ԱԱՑ-ի, որ նաեւ սահմանապահ զորքերն է, կապիտալ շինարարության ծավալները ի տարբերություն նախորդ տարվա այս տարի 2025 թվականի համար ավելի քիչ են նախատեսված։ Տրամաբանությունը իշխանության, որ այ տեսեք սահմանագծման, սահմանազատման աշխատանքը հզոր թափով առաջ է գնում, ենթադրում է, որ սահմանապահ ուղեկալների եւ այլնի զորանոցների համար շատ ավելի մեծ գումարներ են ներդրվելու, որովհետեւ շատ ավելի մեծ խնդիրներ են ունենալու սահմանապահ զորքերը, բայց ոնց որ թե այդպես չէ։ Ես կարճ ուղղակի արձագանքեմ, պարոն Մանուկյան, ԱԱՑ-ի հետ կապված իհարկե կքննարկենք, երբ որ ԱԱՑ-ի բյուջեն քննարկելու լինենք, ինչ վերաբերվում է պաշտպանության նախարարությանը, ապա ես եւ պաշտպանության նախարարը մանրամասն պարզաբանումներ տվել ենք այն մասին, որ այն նվազեցումները, որը կան բյուջեում, որևէ ձև չեն անդրադառնում այն ռեֆորմներին, որը մենք իրականացնում ենք եւ վերազինման աշխատանքներին, դա պայմանավորված էր նրանով, որ մեր գնումների եւ կապիտալ ծախսերի իրականացումը որոշակի տրամաբանություն ունի, մի տարում չի իրականացվում եւ մենք որոշում ենք կայացրել ապագա ծախսերը առաջ բերել եւ իրականացնել 2025 թվականին եւ մենք 26 թվականից վերադառնում ենք մեր նախագծված հետագծին ծախսերի առումով, բայց իհարկե պաշտպանության նախարարության քննարկման ժամանակ այս հարցերը շատ մանրամասն կխոսենք։